Սևան, տարածաշրջանի մաքուր ջրի կարևոր շտեմարանը։ Հայաստանի միակ ու անկրկնելի Սևանածովակն իր ստորջրյա գազի ու ջրի աղբյուրներով, միլիարդավոր տարիների գոյացություններով, հնագույն կենցաղի վկայություններով, ֆլորայով ու ֆաունայով, ուսումնասիրության ահռելի նյութ է գիտնականների համար, իսկ հասարակության ավելի լայն շերտի համար ժամանցի սիրված հասցե։ Հարգելի անկրկնատորներ, խնդրում ենք լողանշանները միացնել, պահպանեք անվտանգության կանոնները։ Արտակարգ իրավիճակների նախարարության ջրափրկարարական հատուկ ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանն ու ջոկատի ջրափրկարարներն ամեն օր շրջում են հանրային լողափերով, զգուշացնում, հարկ եղած դեպքում փրկում։ Կապուտ տարբերանշաններով վագոն տնակը շարժական մեր հենակետն է ստեղի, այժմ մեր դիմաց մեր այս հանրային լողափում շրջայցներ իրականացնող հերթապահություն իրականացնող մոտորանավակն է ջրափրկարարների հետ միասին։ Հիմա մեր կողմից այս լողափում տեղադրվել են կարմիր գույնի այս լողանշանները, որտեղ կոնկրետ հաստատված խորհրդությունում տեղադրված լողանշան է, որպեսզի լողալու ժամանակ լողացողները չանցնեն դեպի խորքը, լողանշանը ներսում է թույլատրվում լողանալ, անվտանգ վայրն է լողալու, ինչպես նաև զբոսաշրջային մոտորանավակները, սկուտերներն արագընթաց չենք թողում, որպեսզի սահմանազատող նշաններից ներս լողան, որպեսզի վտանգ չառաջացնեն լողացողների համար։ Սահմանազատող այս նշանները, լողանշանները, խորությունը մեր կողմից տեղադրվել է 1 մետր 60 սանտիմետր խորությամբ, որպեսզի ֆիքսվի այն անվտանգ վայրը, որտեղ կարող են լողանալ եւ չսուզվել։ Հարգելի անկրկնատորներ, խնդրում ենք լողանշանները միացնել, պահպանեք անվտանգության կանոնները։ Մեր կողմից վերահսկվող տարածքներում ջրաղացության դեպքեր չի գրանցվել։ Մեր կոչը որպեսզի ծայրահեղ աստիճանը զգուշ լինեն լճում լողալիս կամ հանգստանալիս ջրային տեխնիկայով լճի վրա գտնվելուց, տեխնիկաների եծանիվ նավակների վրա չցատկեն ջուրը լճի խորքերում, որովհետև մեր Սևանի ջուրը շատ սառն է, կարող է սպազմի եւ այլ խնդիրների պատճառ հանդիսանալ եւ դժբախտ դեպքերով ավարտվի։ Ոչ ցավ վիճակով լիճ չմտնեն, լողալու, այո, զգուշ լինեն մոտորանավակները, սկուտերները վարելուց, չբախվեն ափի ժայռերին կամ միմյանց չբախվեն կամ լողացողների հետ։ Մթարշին լինում են, մեկ աղջիկ կար հարսնակարը լողափի կողքի ժայռերին մեծ արագությամբ բախվել էր սկուտերի միջոցով, ահազանգ տվեցին, մենք շուտ հասանք եւ ջրից դուրս բերեցինք, հանձնեցինք շտապօգնության մեքենային, կոտրվածներ ուներ, շատ մեծ արագությամբ բախվել էր ժայռերին, ափի։ Չէր կարողացել կառավարել։ Չէր կարողացել, հեշտ չի կառավարել ջրի վրա արագընթաց տեխնիկաները։ Երևի թե այդքանը ուշադիր լինեն երեխաների նկատմամբ, չթողեն միայնակ ջրի ափին ջրի մոտ։ Սևանի դերը առանձնահատուկ են ընդգծում գիտնականները, հնագիտության, երկրաբանության, կենդանաբանության, բուսաբանության եւ շատ այլ ոլորտներում։ Սևանի հատակից դուրս եկող ջրի ու գազի աղբյուրները հայ եւ ֆրանսիացի գիտնականների ուշադրության կենտրոնում են։ Երկրաբան Արա Ավագյանը հայ-ֆրանսիական սուզորդական ընկերության հետ միասին տևական ժամանակ հետազոտում է։ Պարզել են, որ Սևանի հատակից ջրի երես են դուրս գալիս մաքուր ջրի աղբյուրներ, ածխածնի պղպջակներ։ Վերջին նորույթը մեթանի պղպջակների հայտնաբերումներ։ Երկար տարիներ առաջ լողանալու ժամանակ ես զգացի այդպես առանց free diving-ի ժամանակ զգացի, որ ջրի ջերմաստիճանը շատ արագ այդ հատվածում շատ արագ փոխվում է, ուղղակի մարմնով զգացի, եւ այդտեղից իմ մոտ այդպես հարց առաջացա, երբ որ դարձա մասնագետ, հիշեցի այդ բանը եւ իմ մոտ հարց առաջավ, արդյոք դա աղբյուրի հետ կապված չի, ստորջրի, հա։ Այսինքն ավելի սառն էր դառնում, թե ավելի սառն էր, կտրուկ սառում էր, հա, այդ շրջակա ջրի ջերմաստիճանի համեմատությամբ, եւ տարիներ անց ես հիշեցի այդ բանը։ Եվ երբ որ արդեն դարձա մասնագետ եւ աշխատում էի ուրեմն երկրաշարժագիտության ակտիվ տեկտոնիկայի բնագավառում, այդտեղ մենք սկսեցինք ուսումնասիրել ակտիվ խախտումները։ Այդտեղ ասում է ուրեմն նորատուս քանագեղի ակտիվ խախտումը, չսպասված արդյունք էր, ես չէի սպասում նման բան, նման
այսպես տեսարժան ֆանտաստիկ մի բան, ընդ որում այդ օրը, երբ որ մենք սուզվել ենք, տեսանելիությունը բավական լավ էր, կլիներ մի 8-9 մետր կլիներ հաստատ։ Դա Սևանի վարագայում ֆանտաստիկ տեսողություն է։ Ֆանտաստիկ, այսպես շատ լավ պահին ենք սուզվեցինք, դրանից հետո ինչքան սուզվել ենք 2 մետրից չի անցել մեր տեսանելիությունը։ Եվ դա մեզ հնարավորություն տվեց շատ լավ փաստագրել, լուսանկարահանել, ուրեմն տեսանկարահանել, ջերմությունը չափել մի խոսքով եւ տարիների ընթացքում հատ մենք այդ աղբյուրների այդ կետերը սկսեցինք GPS-ով բոլորը գրանցել, քարտեզագրել եւ պարզվեց, որ դրանք ունեն գծային տարածում, այսինքն հաստատվեց այն մեր ենթադրությունը, որ արկա է մի ուրեմն խզվածքի մի սեգմենտ ջրի տակ, որը ծածկված է, ասենք, ժամանակակից Սևանի նստվածքներով, այսպես ռելիեֆի մեջ նա արտահայտված չէ, բայց այդ քարտեզագրելով այդ գազերի արտահոսքի կետերը մենք վստահ ենք, որ այդտեղ մենք ավազի տակ ունենք ծածկված շատ երիտասարդ խախտում։ Վերջին տարիներին բուսաբանների ուշադրության կենտրոնում էր Սևանի ֆլորան։ Ջրային բույսերը սկսեցին դիտարկել հենց ջրի հատակին։ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Իվան Գաբրիելյանի խումբը մեր երկրի ֆլորայի հիմնական պահոցը հարստացրեց ջրային նոր բույսով։ Հայաստանում հայտնաբերված նոր ընտանիքի նոր ցեղի նոր տեսակի ջրային բույսը 196156-րդն է Մատյանում եւ առաջին հայտնությունը 80-ականներից ի վեր։ Սա ոչ միայն նոր տեսակ է Հայաստանի համար, այլև նոր ցեղի, ռուպիա ցեղը ևս առաջին անգամ է հայտնաբերվել Հայաստանում եւ ընտանիքն է, որին պատկանում է այս տեսակը, ռուպիա մարիցիմա կոչվող տեսակը, ընտանիքը ևս առաջին անգամ է հայտնաբերվել Հայաստանում։ Այսինքն ինքը եւ նոր ընտանիք է, եւ նոր ցեղը, եւ նոր տեսակ է Հայաստանի ֆլորայի համար։ Սևանի ավազանի գրավչությունն առանձնակի է ընդգծվում հնագիտական տեսանկյունից։ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն ուսումնասիրող գիտնականներին ու կարևոր գտածոների տարեգրությունը լավ է հիշում։ Հայկական լեռնաշխարհի հնությունների ուսումնասիրության վաղակույն փուլից Սևանի ավազանը եւ ավազանի ափամերձ գոտում գտնվող հուշարձանները մասնագետների ուշադրության կենտրոնում են եղել։ Դեռևս 1860-ական թվականներին Մեսրոպ Սմբատյանցը Վանի թագավորության շրջանի այդ արձանագրություններն սկսեց արդեն պատճենահանել եւ հրատարակում էր։ Պատկերացրեք 1840-ական թվականներից շատ մեծ ուշադրություն եղավ դեպի Վանի թագավորության թողած ժառանգությունը եւ սեպագիր արձանագրությունները հատկապես Եվ ինչպես Արևմտյան Հայաստանի տարածքում, այնպես էլ մի փոքր անց արդեն նաև մեր տարածքներում, այստեղ ժամանակակից Հայաստանի տարածքներում ուսումնասիրություններ են արել։ Առաջինը այսպես Մեսրոպ Սմբատյանցն էր, arczepiskopos Մեսրոպ Սմբատյանը։ Այս տարածքներն են եկել Բելկը եւ Լեմանհաուպը։ Արևմտյան Հայաստանով են պատտվել նաև այստեղ են եկել եւ նորից պատճենահանել են Վանի թագավորության շրջանի այդ արձանագրությունները, որ կային Սևանի ափամերձ շրջանում։ Դա դարձյալ 19-րդ դարի Դա խոսքը 1800, ուրեմն Սմբատյանցը 1860-ական թվականներին, 62 եթե չեմ սխալվում, այդ ժամանակներն են, դա իսկ մյուս արդեն 1890-ական թվականներից։ Հետո ռուսները սկսեցին նայեցել նորից սեպագիր արձանագրությունների հետ կապված, Նիկոլսկին եւ Իվանովսկին եկան այստեղ, Իվանովսկին եկավ նորից էլի պատճենը հանեց այդ տարածքները, սա արդեն 1890-ական թվականների վերջ, 1911 թվականին արդեն հրատարակվեցին այդ աշխատանքները Սևանի ավազանում։ Ամենամեծ հնագիտական հետազոտություններն արել է Լալայանը, Երվանդ Լալայանը։ 5-6-8 թվականներին մոտ 500-ից ավել դամբարաններ է պեղել Լճաշենից մինչև Վարդենիսի կողմերը, ամբողջ արևմտյան ափամերձ շրջանում մեծ քանակությամբ դամբարաններ 1905-6 թվականներին։ Դա արդեն թվականներին 20-րդ դարի առաջին տարիներին, 1905, 6 եւ 8 թվականներին։ Ջրի մակարդակը բարձր էր եւ Այո, այսպես է, որտեղ այդ ժամանակներին, երբ որ գալիս էին եւ Վանի թագավորության այդ ուրարտական արձանագրությունները վանաները, ասենք նկարներ ունենք, որ նավակների վրայով են գնում դեպի այնտեղ, հա, այսինքն ջուրը բավական բարձր էր։ Հետո ուրեմն 30-ական թվականներին սկսեցին ափամերձ գոտու կիկլոպյան ամրոցների ուսումնասիրության ծրագրեր իրականացնել,
Պետրովսկի Գյոզալյան եկան մեծ քանակությամբ ամրոցներ նայեցին, տիպաբանում էին, որն է ավելի հին ժամանակների մինչև Վանի Թակավորության շրջանի ամրոցների այսպես խմբավորում էին, եւ ժամանակվանից այդ տարածքների այդ հուշարձանները արդեն հայտնի էին։ Մարս Միրնովը ժամանակին աշխատում էին վիշապ քարակոթողների վրա, Գեղամա-Լեռների վիշապ քարակոթողները նույնպես այդ ժամանակներում սկսեցին ուսումնասիրվել, հետո արդեն 60-ական թվականներին երջանկայի շտակ Լավրենտի Բարսեղյանը նույնպես այդ տարածքներում վիշապ քարակոթողների ուսումնասիրության համար աշխատանքներ արել, Հայաստանի տարածքի հնագիտական հուշարձաններն ուսումնասիրող բազմաթիվ հնագետներ, երևելի հնագետներ, Մարտիրոսյանը, Հարություն Մարտիրոսյան, Հասմիկ Իսրայելյան եւ այլն այս տարածքներում աշխատել են, բայց ամենամեծ գործը իհարկե արել է Հարություն Մնացականյանը եւ Պեղծ Լճաշենի դամբանդաշտը։ Սա արդեն 50-ական թվականների սկզբներին ընդհանրապես ափամերձ գոտում աշխատում էր, 56 թվականից սկսեց պեղել, երբ որ ջուրը արդեն հետ էր գնացել։ Կարող ենք ասել, որ Հարություն Մնացականյանի բախտը բերեց, քանի որ Հարություն Մնացականյանը Հայաստանի տարածքն ուսումնասիրող այն եզակի մասնագետներից է, հնագետներից է, որ որտեղ պեղել է բացառիկ նշանակության հուշարձանը դուս եկել։ Այդպես չի միշտ էլի, ասենք շատերը կան, որ կարող են աշխատել, շարքային հուշարձաններ են, իսկ արդեն Հարություն Մնացականյանի պեղված դամբարանները մեծ մասը երևելիների թաղումներ են, ինչպես Լճաշենի այդ առաջնորդների կամ արքաների, ճակերտների մեջ անվանենք, թաղումները մի խոսքով այսինքն բախտը վերում է, հա, կա նաև հնագիտական բախտ էլ գոյություն ունի, անպայման մի քանի մենք հնագետներ ունենք, որոնց պեղած նյութերը այսպես եզակի են եւ բացառիկ ոչ միայն Հայաստանի համար, այլ ամբողջ տարածաշրջանի համար։ Դրանցից մեկը եւ գուցե թե սկիզբ դնողը Հարություն Մնացականյանն եղել։ Հետագայում էլի նորից շատ աշխատանքներ արվել են Հարություն Մնացականյանի պեղած Լճաշենի դամբանդաշտում 80-ական թվականներից մինչև վերջին տարիները Լևոն Պետրոսյանն էր պեղում, այսինքն այնտեղ մի 300 Լևոն Պետրոսյանը պեղեց, մի 200 քանիսը Մնացականյանն էր պեղել, մոտ 500-ից ավել դամբարան, որից 20-ը այդ արքայական թաղումներն են, մեծ կուրգաններ են։ Հետո հայ-իտալական մի մեծ ծրագիր իրականացվեց։ Դա արդեն որ թվերին էր։ Դա արդեն 1994 թվից։ Ես ինքս մասնակցել եմ առաջին։ Արդեն անկախ Հայաստանում։ Այո, մեծ մի ծրագիր էր եւ ափամերձ գոտու բոլոր հուշարձանների փաստագրմամբ վերգետնյան նյութի հավաք ուսումնասիրություն։ Լճաշենի հնավայրի գտածոներն արդեն կես դարից ավելի հարստացրել են Հայաստանի պատմության թանգարանի մի ամբողջ սրահ ու պահոցներ։ Հնագետ Լևոն Պետրոսյանը ոչ միայն ցուցադրվող, նաև պահոցի ցուցանմուշներն է լավ հիշում, հատկապես այն ցուցանմուշները, որոնք անձամբ է պեղել։ Լճաշենը նաև առանձնահատուկ է նրանով, որ Լճաշենի դամբանդաշտի տվյալներով մեզ ապացուցում են 4-րդ հազարամյակի մեր թվարկությունից առաջ 4-րդ հազարամյակի կեսերից մինչև մեր թվարկությունից առաջ 14-րդ դարի վերջը անընդհատվող զարգացող մշակույթ է։ Լճաշենի համար 55 դամբարանը մեզ ոչինչ չասաց, բայց Լևոն Պետրոսյանի մոտ արթնացրեց լավագույն հիշողություններ։ Այն տարբերվում էր, հատակագծում կլոր էր, եւ պեղելիս 3 մետր խորությամբ հայտնաբերվել էր միգուցե ժամանակի իշխաններից մեկը՝ ոսկե թագը գլխին։ Բացվեց նրա գլխի վրա ինչ, այս սկավառակը դրված էր այսպես։ Իսկ սա ամբողջ մնացած ուրեմն այս լարերը հետևից այսպես գալիս էին, սրա վրայի անցքերը նայում եք, ինձ հիմք են տվի ասելու, որ սա ամրացված է եղել փափուկ հիմքի վրա և ճակատին դրվել է, սրանք հետես, ծայրին այս սրանց այս անցքերի միջոցով միացված է եղել սկավառակին և հնարավոր է, որ մենք սա եղած լինի թագի նախատիպը։ Այդ նյութերը տվել են մեր ժողովրդի նախնադարյան պատմության հիանալի էջերը։ Զարգացման 3-րդ հազարամյակի վերջից մինչև, ինչպես ասացի, 14-րդ դարի վերջը մեր ժողովրդի հնագույն մինչ քրիստոնեական պատմության հիանալի նմուշները, հոյակապն ու դա հրաշք են։ Եվ բոլորը, որքան էլ մենք
հրատարակում ենք, անում ենք, այնուամենայնիվ դրանք նոր ուսումնասիրողների մոտ, նոր մեթոդներով, նորանոր հիանալի պատմության էջեր են բացելու մեր ժողովրդի պատմության մեջ։ Պարոն Պետրոսյան, մենք կարող ենք արձանագրել, որ Սևանի հատակին դեռ շատ գաղտնիքներ կան։ Ջրի տակ թաքնված։ Անձամբ իմ կարծիքը մի քիչ կան հուշարձաններ, թերևս կարող է ինչ-որ մի գաղտնիքներ, այսինքն գաղտնիք ասելով ես անձամբ նկատի ունեմ, որ չպեղված, նորահայտ հուշարձաններ, որոնք մի նոր էջ պիտի բացեն մեր պատմության համար, բայց որ այնտեղ մեծ անձամբ ես ակնկալիք չունեմ, որ հրաշքներ լինեն եւ այլն եւ այլն։ Դա վերաբերվում է Հայաստանի բրոնզեդարյան մշակույթի եղած տվյալները, այնինչ որ մենք ունենք տվյալներ այսօր, դա վերաբերվում է վաղ բրոնզեդարյան Հայաստանի մշակույթին։ Իսկ սուզորդները Սևանի հատակից պարբերաբար նոր գտածոներ են ջրի երես դուրս բերում մեր պատմության հետ։ Հանդիպել է փայտե նավակ, դարբնի սարքած մեխերով, իրավարար ցանց, այսպես ասած կալցիացված, ոնց որ քարակալված ցանցի մի կտոր, տարբեր տեսակի շատ ոսկորներ կան, տարբեր կենթանիների ոսկորներ, տարբեր խորություններից, տարբեր տեղերից գտած, կավե ամաններ կան, տարբեր տեսակի, նավակը, որը որ նշեցինք, շատ բաներ կան, որը կհետաքրքրի ու թանգարան կան, կողմնացույց ջրի տակի գտար։ Հայաստանում կզարգանա ստորջրյա հնագիտությունը, թե ոչ, ժամանակը ցույց կտա։ Եթե մենք որոշենք, որ մենք այդ ծավալներով աշխատանք անելու, խնդիրներ մեր առաջ դնենք, մենք կարող ենք, ասենք, օգտագործելով համաշխարհային փորձը, հրավիրելով լավ մասնագետների, որոնք հատկապես հուշարձաններ, այդ սուզվում են այդ տիպի աշխատանքներ անելու համար, ել չեմ ասում, ստորջրյա աշխարհն ընդհանրապես ուսումնասիրելու համար կոմպլեքս եթե բաներ ունենանք, արշավախմբեր եւ այլն։ Ինչու չի կարելի ստեղծել։ Շատ լավ կարելի է ստեղծել եւ Իսկ ինչ անենք, ինչ քայլերից սկսենք, որ Հայաստանում եւս ունենանք, որովհետեւ դա ոչ միայն այսօրվա խնդիր է, նաեւ վաղվա խնդիր է։ Նախ սուզակներ հետ պետք է աշխատել, միած ունենալ այդ ֆիզիկապես ոնց ենք սուզվում եւ այլն, այդ հմտությունները եւ այլն ձևավորվի ինչ որ մարդկանց կողմից։ Երկրաբաների հետ պետք է աշխատել, հնագետների հետ պետք է աշխատել։ Բայց նախապես պետք է խնդիրը դնել մեր առաջ։ Դե այդ դեպքում աշխատել այդ կնշանակի մենք հիմա խնդիրներ ենք առանձնացնում, հա, գույքագրում ենք թե ինչ խնդիրներ ունենք, գույքագրելուց հետո հասկանում ենք թե այդ խնդիրների համար կամ լուծման համար ինչ ճանապարհ պետք է անցնենք, դպրոցա պետք է, ասենք, ստեղծել, չգիտեմ, ռեսուրս ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, ծրագրեր են անհրաժեշտ կազմելու, որը պետք է երկրաբանությունը իր բաժնով մտնի մեջը, հնագիտությունը իր բաժնով մտնի։ Եթե մենք այդպիսի աշխատանքներ անենք, կարող ենք ի վերջո ինչ-որ մի ծրագիր կազմել։ Ես պատկերացնում եմ, որ եթե հիմա անմիջապես այսպես խոսքի մեջ որ եկավ, պատկերացնում եմ, որ ճիշտ կլինի առայժմ համագործակցելով արդեն շատ մեծ փորձ ունեցող երկրների նմանատիպ կենտրոնների հետ, որ ստորջրյա հնագիտությամբ են զբաղվում, կամ ստորջրյա ուսումնասիրություններով են զբաղվում ընդհանրապես, ինչ որ մի այդպես ծրագիր մշակել նրանց հետ, հրավիրել նաև նրանց այստեղ, որտեղ նրանց նույնպես գետակրի թե Սևանը իրենց ինչ է ներկայացնում այդ առումով, եւ փորձել ինչ որ փոքրիկ ծրագրերից գնալ ավելի ընդլայնված մեծ ծրագրեր։ Սևանի ավազանը մեր երկրի պատմության փառահեղ էջերի մասին դեռ պատմելու շատ բան ունի, վստահ են գիտնականները։ Եվ չնայած առկա ու սպասվելիք խնդիրներին, Սևանն այս տարի էլ նոր բացահայտումներ է խոստանում երկրաբանության, բուսաբանության, կենդանաբանության ու հնագիտության ոլորտներում։ Իսկ մինչ այդ արձակուրդների շրջան է, ժամանակն է Սևանալճի օգնությամբ թոթափելու ամբողջ տարվա աշխատանքային լարվածությունը, ժամանակավորապես կտրվելու շրջապատող լրահոսի ու իրականության ստրեսային ներգործությունից։ Հարգելի անկախացողներ, խնդրում եմ դողանշանները միացնել, պահպանեք անվտանգության կանոնները։